Կարծում եի, որ հրաժեշտ տվեցինք Մորգանին, բայց էլի պետք է հիշենք հիշատակեմ իրեն։ Այս անգամ իր այն հորինած արյունակցական ընտանիքը, որի մասին վերջերս խոսեցինք։ Դա հիշեցնեմ լրիվ ենթադրյալ մի բան էր, որը չապացուցվեց եւ այսօր համարվում է Մորգանի սխալներից մեկը եւ մարքսիզմի սխալներից մեկը, պատմական մատերիալիզմի սխալներից մեկը, որը կարող են հեշտ գցել Մորգանի վրա։ Այդ ընտանիքը ուրեմն թույլ էր տալիս սեռական կապեր, ամուսնությունների մոտ ամուսնություններ, հիմա այդտենց սեռական կապեր, ասեմ, նույն սերնդի անդամների միջև եւ արգելվում էր տարբեր սերունդների, ծնողների եւ զավակների։ Մորգանը ինչ էր անում, այդ ընտանիքը իրեն ինչի համար էր պետք։ Նա եկավ դրան իր մեթոդաբանական ձևով, իր մեթոդը կիրառելով, ինչպես են օգտագործում ազգակցական տերմինները եւ դրանից դուրս բերեց մի այդպիսի ամենաիբրև թե հնամենի եւ պատմականորեն ամենաառաջին ընտանիքը։ Էվոլյուցիոնիստական տեսակետից իր համար դա այն բջիջն էր, որը բարդացնելով ստանում ես այսօրվա ոնց որ թե ամենաբարդ, չնայած ոչ մի բարդ բան չկա, վերջին ընտանիքը ընդհակառակը սկի բարդ չի, դա մոնոգամ ընտանիքն է ինչ բարդություն, բայց այնուամենայնիվ համարվում է վերջին տենց տիպը ընտանիք, դեռ որ։ Եվ ահա այդ սկզբնական բջիջի խնդիրն է, որը միշտ ունեցել է էվոլյուցիոնիստական մոտեցումը։ Դրանից են կողմ նա չի գնացել։ Հարց երբեք չի դրել մարդը, թե ես գտա, բա դրանից առաջ ինչ է եղել։ Բայց մարքսիստները եւ ոչ միայն մարքսիստները գնացին, ստեղել։ Իրենց համար արգելքներ չկային ինչ որ այդտենց, համար իրենք էվոլյուցիոնիզմը իրենք օգտագործեցին որպես գործիք, տարբեր բաներ կողմեր գնալու, մեկ դեպի ապագա գնալու, հիմա էլ դեպի ավելի վաղ անցյալ գնալու։ Այդ վաղ անցյալն է որն է, մի քայլ ես անում եւ ընկնում ես կենդանական աշխարհ, որտեղ էլի պատկերացրեք ենթադրաբար կար հիմա էլ ուրիշ տիպի ընտանիք խառնամուսնություն, այսինքն պրոմիսկուիտետ, որտեղ ոչ մի օրենք չկա, այդ սերունդներն էլ խառնված են։ Այսինքն այն մի ընտանիքը, որը նա բջիջային հայտնաբերեց Մորգանը, սրանք էտել են քանդում եւ դառնում է մի լրիվ քաոտիկ վիճակ եւ ասում այս սա է որտեղից հենց մարդը եկավ եւ ուրեմն կենթանիների մոտ պետք է որ հենց տենց լինի։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում, մենք ունենք մի հիպոթետիկ լրիվ նախնական ընտանիք, որը էլի հիպոթետիկ ձևով իջացնում ես դեպի կենթանական աշխարհ եւ այնտեղ ասում ես այ այնտեղ էլ պետք է որ սենց լինի։ Կառուցումը շատ տարօրինակ է կարելի ասել։ Իսկ դաշտային աշխատանք այդ ժամանակները բավականին թույլ էր կենթանական աշխարհում, նույնիսկ 20-րդ դարի կեսերին շատ պոպուլար էր մի աշխատանք, որը շատ մանրակրկիտ ուսումնասիրել էր կապիկներին Ցուկերմանով մի հեղինակ, այդ կապիկները, որոնք ապրում են վոլյերում, այսինքն գազանանոցում։ Եվ նա դուրս բերեց այն օրինաչափությունները, ինչպես են իրենք ընտանիք կազմում եւ այլն, եւ դա շատ առանձնապես մարքսիստական տենց ուղղություն ունեցող դիտնականները վերականգնեցին վաղ նախամարտկային ընտանիքը, այդ կարելի է ասել բանտային, ասեմ գողական համակարգով, դենց եթե վերցնեք, դե մի բան, որ այսօր արվում է եւ
մեր սերիալներում մենք այնպես բանտային մշակույթը գողականը դարձնում ենք ոնց որ թե հասարակության մշակույթի մի մոդել։ Գալիս է մի շրջան, երբ մի նոր գիտություն է ի հայտ գալիս, էտոլոգիան, դա կենդանիների վարքի ուսումնասիրությունն է բնական պայմաններում, որ պատկերացնեք ինչ մեծ տարբերություն կա այստեղ, դպրոցից բոլորս գիտենք Պավլովի այդ պայմանական ռեֆլեքսը, որի համար նա մեծարվեց Նոբելյան մրցանակ ստացավ եւ այլն։ Շների վրա էր արին փորձերը, հիշում եք, դա հատուկ ձևով sense շներին մի բանի մեջ դնում են, որ չփախչեն, թե չէ կփախչեն, չես կարողանա իմանալ եւ կընկնես իմիջիալուց, իսկույն կընկնես այն մյուս գիտությունը, որտեղ ոչ բանտային վիճակում ես ուսումնասիրում, այլ ազատ վիճակում, բնական վիճակում։ Այսօր շատ զարգացել է այդ գիտությունը եւ դրանցից այդ հիմնադիր այդ նոր գիտության էտոլոգիայի Կոնրադ Լորենցը, որը նույնպես դարձավ Նոբելյան մրցանակիր, իմիջիալուց Հայաստանի հետ կապ ուներ ինքը, ճիշտ է տխուր կապ, որովհետեւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ինքը ռազմագերի էր եւ Երևանի այդ երևի թե այն մանումենտ տանող պատերը շարած մի քանի քարել երևի ինքն է շարել եւ կապիկներին արդեն ուսումնասիրում են բնական պայմաններում եւ պարզվում է որ ուրիշ վիճակ է եւ այն ինչ որ ենթադրվում էր եթե այդ Մորգանի վերարտադրած հիպոթետիկ ընտանիքից գնաց Միքայլենկով, տեսնում եք, որ պրոմիսկուիտետ է, սենց որ նայում ես, պարզվում է ոչ մի պրոմիսկուիտետ չկա։ Բավականին տարբեր են տարբեր կապիկների մոտ, մենք հիմա հատուկ դրա մասին չենք խոսելու, բայց որ պատկերացնեք կար շատ չափազանց տենց սիրո հակված եւ սեքսուալ, բայց ոչ ագրեսիվ բոնոբոները, դա կարլիկային շիմպանզեներն են, մինչեւ տիպիկ պատրիարխալ ընտանիք, եթե Մորգանը նկարագրեր, որը ֆիքսված է լեռնային գորիլաների մոտ։ Պատկերացրեք, որ այն մակականերին, որոնց ամենաշատ գիտենք մենք փոքրիկ կապիկներին ուսումնասիրելով, արդեն այնպես են ուսումնասիրում, որ գիտեն ով տղան է, ով աղջիկն է, ով պապն է, ով չգիտես ինչն է, էլի այնքան տարիներ, ամիսներ, տարիներ են ուսումնասիրում դրանց, հետազոտողները այնքան որ իրենցից արդեն չեն վախենում եւ իրենք չեն էլ խանգարում կամ հերից են հնարավորություն կար ուսումնասիրելու այնքան որ ժամանակակից հետազոտող Ռոբին Ֆոքսը նույնիսկ ասում է որ մնում է միայն տերմինաբանություն մտցնել, ազգակցական տերմինաբանություն եւ դու կստանաս մարդկային հասարակություն։ Ոնց որ այդ Մորգանի այսօրվա ինչ որ արձագանքը լինի լրիվ նոր վիճակներում։ Հասարակությունը կապիկների մոտ եւ ոչ միայն կապիկների մոտ, այլ բոլոր կենդանիների մոտ ուսումնասիրում էր դեռ 19-րդ դարի վերջերին մի հետազոտող անունն է Էդվարդ Վեստերմարկ, նա ֆին էր, բայց Անգլիայում էր աշխատում, օգտագործում էր բոլոր տվյալները, որ այն ժամանակ կա եւ իր գիրքը մի քանի տարի հետո է դուրս գալիս Մորգանի այդ հայտնի գրքից եւ կոչվում է մարդկային ամուսնության պատմությունը։ Դա 1991 թվականին է դուրս գալիս։ Հետո դառնում է 3 հատոր, նույնիսկ այնքան է ուսումնասիրում այդ տարբեր կենդանիներին, ընտանիքները, տենց ասեմ, ինքը փորձում է ցույց տալ, խիստ համոզված էր, որ պրոմիսկուիտետ չկա, չի եղել։ Հենց այն ժամանակ, երբ որ մարքսիստները եւ էվոլյուցիոնիզմը հետևող գիտնականները Մորգանից հետո իսկույն իջացրին եւ դարձավ
որ այ պրոմիսկուիտետ էր, հետո այն առաջին ընտանիքը, հետո այդ երկրորդ գոյություն չունեցած ընտանիքը, հետո չգիտեմ ինչ։ Նա դեմ էր դրան, լրիվ դեմ էր եւ այստեղ մեզ էլի ոչ թե հետաքրքրում է իր կերպարը կամ բանը, այլ այն որ դեռ վաղ ժամանակներում փորձում էին զուգահեռ այդ էվոլյուցիոնիստական մոտեցմանը ցույց տալ, որ չի փոխվում ոչինչ։ Մարդը ունի հենց այն ինչ որ կենդանիները ունի, մենք չենք տեսնում, ինչպես Ռոբեն Ֆոքսն է ասում։ Մենք չգիտենք ով օրողբոր տղան է, դրա համար էլ կարծում ենք, որ սրանք անկապ ապրում են, բայց չէ, տենց չի։ Տերմիններ իմանային, խոսային, արդեն կլինեին մարդիկ։ Իսկ Վեստերմարկը նույնիսկ փորձում է տեսնել ինչպես են զուգակցվում տարբեր կենդանիներ, իր այդ գրքի առաջին գլուխը չափազանց հետաքրքիր է, հիմա իհարկե շատ ավելի տարօրինակ բաներ կբերեր նույն բոնոբոներին, եթե բերեր, ապա դրանք միակ կապիկներն են, որոնք մարդու դիրքով են սեռական հարաբերություն ունենում երբեմն։ Իմիջիալուց ամենահամերաշխ, ամենավոչ ագրեսիվ կապիկներն։ Միգուցե դրանումն է գաղտնիքը, չեմ իմանում, ենթադրություն կա։ Այնուամենայնիվ Վեստերմարկը համարում էր, որ լինելով այդ հակապրոմիսկուիտետի տենց պայքարող, նա դուրս է բերում նաև Դարվինի տեսության մեջ մի փոքր ուղում, որը ոչ միայն բնական ընտրություն է, նաև սեռական ընտրություն է կներեք։ Եվ այստեղ նա բերում է նաև սիրատացումը կենդանիների մոտ եւ մարդկային հասարակություն է տանում դրա տարրերը, որոնք իրոք տեսնում են, որ շատ նման են, եթե դուք տեսել եք կենդանիների ծեսերը, պատահական չի, որ դրանք էլ են ծես անվանվում, շատ գեղեցիկ են, շատ բազմազան եւ այնքան երբեմն բարդ են լինում, որ չես հավատում, որ դա կարող է կենդանի լինի, որը մենք համարում ենք, որ չի մտածում, նա ընդհանրապես ցածր մակարդակի հաթող լինի, բայց այդ Վեստերմարկը տեսնում է, որ այդ սկզբունքը անցնում է նաև մարդկային ընտանիք։ Իմիջիալուց տեղի է ունենում հեղաշրջում։ Ժամանակին միայն տղամարդիկ էին, արուներն էին, տարօրինակ, գեղեցիկ, էկզոտիկ, դիտեք, հենց Սիրամարգը ձեզ լավ օրինակ, միայն արուն է, որը այն է, ինչ մենք գիտենք որպես Սիրամարկ, մենք եկին իսկի չենք էլ ճանաչի, եթե տեսնենք։ Ցանկացած կենդանի, պարզվում է, որ արուն գեղեցիկ է, տենց տարբերվում է, իսկ էքը անշուք։ Հետո դա փոխվում է։ Այսօրվա օրով ոնց որ թե տենց սեռական հեղափոխություն տեղի ունեցավ մարդկային հասարակությունում, հիմա կանայք են պայքարում իրենց տարօրինակ զգեստներով տղամարդու համար, այդտենց ֆեմինիստական հեղափոխությունը իմիջիալուց արտահայտված է բազմաթիվ առասպելներում եւ իրարից գենետիկորեն անկախ գտնվող ժողովուրդների մոտ, որտեղ սկզբից կանայք են ոչ թե իշխում, ինչպես հիմա կասենք դրան էլ կանդրադառնանք, այլ կանայք են տերը բոլոր ծեսերի, օրինակ Ավստրալիայում կան նման առասպելներ, հյուսիսային Ճապոնիայում կամ Ամազոնկայի խորքերում պատկերացրեք, Ամազոնիայի խորքերում, երբ որ կանայք են գլխավորը, բայց հետո տղամարդիկ մեծ մասամբ խաբեբայությամբ խլում են այդ ատրիբուտները եւ իրենք են դառնում այդ ծեսերի տերը եւ դե որովհետեւ առասպելը գրում է տղամարդը, անում են շատ ավելի լավ, քան թե կանենք։ Այն ինչ որ բնության մեջ է տեղի ունեցել եւ մշակույթն էլ է դա անում։ Մոդայում դա կտեսնեք ամենուր է։ Սկզբում տղամարդիկ երևի թե իրոք պետք է որ լինեն ավելի բազմազան եւ տարբեր, եթե ընդունենք գեոդականի
վարկածը, որը փաստորեն ոչ թե վարկած, այլ տեսություն է, որ տղամարդիկ գենետիկ առումով տալիս են փոփոխվող գենետիկ ինֆորմացիա, իսկ կանայք հաստատուն եւ պահպանողական։ Եվ դրա համար էլ այդ առաջին կենդանիների տարբերությունը կարելի է տեսնել նաեւ այստեղ, ես ենթադրում եմ։ Իսկ էվոլյուցիոնիստական տեսակետից այդ կանանց եւ տղամարդկանց դերը պատմության մեջ սկզբունք է մտցվում եւ դա արվում է լրիվ էվոլյուցիոնիստական ձևով, որ սկզբից իշխանությունը կանանց ձեռքներ, հենց մայր իշխանություն տերմինը, որը այդքան տարածված էր եւ այդքան առասպելներ էլ ունի եւ նաեւ հետևանքներ այսօրվա տիպաբանական կամ նմանակներ եւ հայրիշխանությունը, որը գալիս է փոխարինելու այն։ Հիմա էլ այդ էվոլյուցիոնիստական միֆի ձևով է գալիս։ Ինչի եմ ասում միֆ, որովհետեւ այսօրվա այս մեր գիտությունը, որը ես ներկայացնում եմ, ազգագրությունը ոնց որ թե գալիս է այն եզրակացության, որ դա պարտադիր մի փուլեր չեն, ինչպես ենթադրում է հենց այդ մարքսիստական տեսությունը, հենվելով որոշ էվոլյուցիոնիստական աշխատանքների վրա։ Չնայած դուք կհանդիպեք փուլեր կամ հասարակություններ, որտեղ կանանց դերը չափազանց ավելի բարձր է, քան թե տղամարդուն, բայց դա ոչ թե գալիս է, ասենք, այն մի պարտադիր օրինաչափություններից, այլ գալիս է պայմաններից։ Եվ օրինակ Առաջավոր Ասիայում կինը մեծ դեր է խաղում, բայց մատրիարխատի հետքեր չունեն։ Կամ պալեոլիթյան ժամանակները, մենք ունենք պալեոլիթյան վեներաներ, այսպես կոչված, եւ որտեղ փառաբանվում է կուրքի առարկա է դառնում կնոջ պտղաբերությունը եւ երեխա բերելու հենց ունակությունները, դրա համար պալեոլիթյան վեներաները հենց այսպիսին են։ Եվ բայց դա չի նշանակում, որ դա մայրիշխանություն է։ Իմիջիալուց եթե խոսքը գնաց հենց այդ պալեոլիթյան վեներաների մասին, մի վարկած կա շատ հետաքրքիր տենց ապացույցներով, որ վարկածից դառնա նույնիսկ տեսություն, որ դա կանայք են ստեղծել։ Հետազոտողը ինքը կին է իհարկե, անում է նույնիսկ անկյուններն են նայում, թե ինչպես պետք է կինը տեսներ ինքն իրեն, որ հենց այդ ձևով դուրս բերեր պալեոլիթյան վեներաներին։ Եվ դրա համար էլ երեսը չի երևում, պալեոլիթյան վեներաները դեմք չունեն, դիմագծերը արտահայտված չեն։ Մեր մշակույթում մենք նույնիսկ 19-րդ դարում եւ 20-րդ դարում եւ ենթադրում եմ, որ եղել են նաեւ 1-2 դար առաջ ըստ Համազած Խաչատրյանի պեղումները անի քարանձավներում մի ավելի ոնց որ թե հին նմուշ գտան, խոսքը գնում է աղամանների մասին, հայկական աղամանների, որը էլի ստեղծում էին կանայք։ Մի բան, որ այսօր դեռ ազգագրագետները, պատմաբանները չեն գտել դրանց ակունքները։ Բայց շատ բաներով նման են հենց այդ պալեոլիթյան վեներաները։ Դա չնայած դա մայրիշխանություն չէր, ընդհակառակը դա այդ պատրիարխալ սովորույթների եւ իրավիճակի շրջանն է, որից փորձում են մեր այսօրվա կանայք դուրս գան տարբեր նաեւ այսօրվա ծայրահեղ ֆեմինիստական շարժումներով։ Այստեղ գալիս ենք մենք մի խնդրի։ Այդ Վեստերմարտի եւ մյուսների մոտեցումը ես պատահական չբերեցի հիմա այս սրույցում։ Մի կարևորագույն խնդիր է կենթանի մարդ հակադրությունը։ Կա թե չկա։ Եղել է թռիչք, թե չի եղել թռիչք կենթանական աշխարհից դեպի մարդկային աշխարհ։
այդ թռիչքի խնդիրը շատ է հուզում տարբեր գիտնականների միջալոց, որովհետև գանգերի կառուցվածքում արկա է թռիչք, ինչ որ փոփոխություն է արկա։ Այնպես չի, որ դու տենց վեստերնարտի ձևով ոչ մի ձևով չփոխվես, կամ էլ թե չէ մի չնչին առանց նկատելի, առանց թռիչքի փոփոխություն տեղի ունենա։ Մենք դեռ թռիչքի մասին կխոսենք, երբ որ ուրիշ տեսությունների հետ գործ ունենանք, մշակութային թռիչքի մասին օրինակ կխոսենք, երբ որ Ֆրոյդի տեսությունը քննարկենք, իսկ բնական գիտություններում սովետական գիտնական կար Մատյուշին անունով, որը նույնիսկ Օլդովայի կողմերում, որտեղից գտնված են ամենահին մարդկային մնացորդները, իմիջիալոց վերջերս ոնց որ թե հայտնաբերվել է ավելի հին, որը տանում է մինչև 8 միլիոն տարի առաջ։ Վերջերս նման տեղեկություն հայտնվեց եւ երի նույն կողմերում, Օլդովայի կողմերում, դա Աֆրիկան է, կենտրոնական դեպի արևմուտք։ Այդ տեղերն է, որտեղ Մատյուշինը գտնում է, որ պետք է որ բնական միջուկային ռեակտորի նման մի բան ստեղծված լիներ երկրի հատակում, որովհետև այնտեղ է հենց գնում այդ ճեղքվածքը, հին ճեղքվածքը եւ քարանձավներում, որտեղից հենց գտնում են այդ ամենահին մարդկային մնացորդները, պետք է որ ընդեղի ապրող ուրեմն այդ նախամարդը մի ճառագայթման ենթարկվեր եւ վերելով այսօրվա գենետիկ արդեն տեսությունները, ասում է, որ ուրեմն մուտացիաներ պետք է իր մոտ լինեն, իսկ մուտացիան ինչ է, եթե ոչ թռիչք, հենց որակական թռիչք։ Մուտացիոն տեսությունը, թռիչքային փոքրիկ թռիչքների տեսությունը, պոպուլյացիոն հենց էվոլյուցիայի եւ գենետիկայի հիմքում է ընկած, երբ պարզ օրինակը, տենց ենթադրական օրինակ բերեմ, ասենք ճանճեր են մեծ թևերով, որոնք ապրում են մի փոքր կղզում եւ ինչքան մեծ թևեր ունես, այնքան դու պրեստիժային ես, դա իրենց պրեզիդենտը հաստատ կլիներ մեծ թևերով։ Հետո քամիներ են սկսում փչել եւ այդ բոլոր մեծ թևանիներին տանում է ծով, դրանք մահանում են։ Մնում են ովքեր կարճ թև ունեն, այսինքն այն ովքեր հասարակության ամենամարգինալներ են, ասենք հրեշներ, եւ դրանք սկսում են շարժել այդտեղի սոցիումը, մշակույթը եւ այլն։ Եվ կարելի է ասել, որ այդ էվոլյուցիոն տեսակետից եթե այդ մուտացիոն բաներ վերցնում ենք, պրոգրեսը, էվոլյուցիան շարժում են հենց այդ հրեշները։